Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շարունակվում է Վարդան Սարգսյանի դեռ տարիներ առաջ տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա նշել էր, որ ամուսնանալու և ընտանիք ունենալու դեպքում ինքը իր կնոջ ու երեխայի հետ մեկնելու է արտերկիր։ Վարդանը հիմա հերքում է տարիներ առաջ իր ասածը, նա մասնավորապես գրել էր. «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուշադրության ու բարեմաղթանքների համար, ինձ համար այնքան հաճելի է կարդալ այսքան բարի խոսքեր։ Այն ժամանակ, երբ այդ հարցազրույցը տալիս էի, անգամ չէի մտածում, որ մի օր տղայիս գրկելու եմ։ Ես միայն մի տեղ ունեմ ապրելու, դա իմ հայրենիքն է, Հայաստանը, և իմ որդին մեծանալու է որպես իրական հայ, վստահեցնում եմ։ Իսկ հարցազրույցներ այս շրջանում ես որոշել եմ չտալ, սիրում եմ բոլորիդ», նշել էր Վարդանը։ Հիշեցնենք, որ նախկինում տված հարցազրույցներից մեկի ընթացքում Վարդանն անդրադարձել էր մի քանի թեմաների, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Փորձում եմ կյանքից մաքսիմալ դասեր վերցնել, ժամանակ հարազատներիս հետ շփվելու համար։ Հորս մահից հետո նորովի գնահատեցի ընտանիքիս անդամների հետ անցկացրած ամեն վայրկյանը։ Բարությունը կփրկի աշխարհը, նախանձից ձերբազատվելը, աչքին առանձնապես չեմ հավատում, բայց մաշկիս վրա զգացել եմ բացասական էներգիայի ազդեցություն։ Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքը հաջողության հասնել, ոչ թե ուրիշների կյանքով ապրի։ Առհասարակ չեմ ների դավաճանությունը, իսկ ամենահարազատ մարդուն ամեն ինչ կներեմ։ Կարծում եմ վերջինս ոչ կդավաճանի, ոչ էլ մեջքիցս կհարվածի ինձ։ Ոչ հարազատների դեպքում, երբ մարդու վրա խաչ եմ քաշում, դա վերջնական է։ Ինձ դրա համար մեղադրում են, բայց այդպիսին եմ, ինչ արած։ Որևէ հետաքրքիր երկրում ծովի ափին իմ սեփական ընտանիքի հետ հուսով եմ կլինեմ 30 տարի անց, այսինքն նույնիսկ այդքան տարի անց կարծում եմ ակտիվ ճանապարհորդ կլինեմ։ Երբ զգում եմ որևէ բան վնասում է ինձ, անպայման փորձում եմ դրանից հրաժարվել։ Կարծում եմ ինձ վնասում է իմ բռունկում բնավորությունը, դա իմ կյանքի ամենամեծ խնդիրն է, որը դեռ չեմ կարողանում լուծել։ Հարազատներս գիտեն իմ այդ բնավորության մասին։ Թիկունքից հարվածողներ իհարկե եղել են, կան և վստահ եմ կլինեն։ Մարդիկ ներում են քեզ ամեն ինչ, բացի հաջողությունից, ամենափոքր ձեռքբերումն անգամ չեն կարողանում մարսել։ Սովորաբար այդ ժամանակ էլ հարվածում են, դա էլ է կյանքի դաս, նորմալ է։ Աղմուկ բարձրացնում, նոր եմ հեռանում, բայց հեռանալուց հետո ձայնս չի լսվում և երբեք չեմ վերադառնում։ Իրականում այնինչ ցանկանում եմ փուլ առ փուլ իրագործում եմ։ Օրինակ ճամփորդել սիրում եմ, դա ինձ համար բիզնես դարձավ, շատ աշխատասեր եմ, չեմ սիրում տեղում դոփել։ Միայն անձնականի համար ցավոք ժամանակ չի մնում, աշխատանքս խանգարում է անձնականից։ Իմ հարգալից անհատական վերաբերմունքը մարդիկ առաջինն են նկատում, իդեպ դա յուրաքանչյուրի հանդեպ է այդպես, գուցե նաև դա է իմ հաջողության գրավականը։ Կնոջը հմայիչ է դարձնում առողջ, հետաքրքիր մտածելակերպը, աշխարհայացքը, գաղափարները։ Կնոջը առաջինը դատում եմ ուղեղով, հետո նոր արտաքինով։ Հաճելի է շփվել գեղեցիկ կնոջ հետ, բայց երբ զրուցում ես այդպիսի մեկի հետ, պարզվում է ներսից դատարկ է, հիասթափություն ես ապրում։ Իհարկե, եթե կինը և խելացի է, և գեղեցիկ, հրաշալի է։ Միանշանակ տեխնիկայի խանութում եմ ինձ զգում ինչպես ձուկը ջրում։ Բրենդային հագուստների հետևից երբեք չեմ վազել, չեմ ձգտել թանկ զգեստներ հագնել։ Եթե իմ հաղորդումները դիտում եք, կտեսնեք, որ մթերքի հետ կապված ես որևէ խնդիր չունեմ։ Ամենահասարակ ուտեստն էլ կարող է ինձ գոհացնել, իսկ լավ տեխնիկայի հանդեպ անտարբեր մնալ չեմ կարողանում։ Հայտնի դառնալուց հետո իհարկե իմ անձի նկատմամբ ուշադրությունն է մեծացել, որը հաճախ ինձ խանգարում է։ Այդքան էլ հաճելի չէ, երբ փողոցում ինձ ճանաչում են։ Ամեն դեպքում հայտնի դառնալուց հետո իմ կյանքում էական բան չի փոխվել։ Հոգեբանի երբևէ չեմ այցելել, թեպետ հորս մահից հետո որոշել էի գնալ հոգեբանի մոտ։ Ամեն դեպքում ինձ մոտ ստացվեց ինքնուրույն հաղթահարել այդ ծանր պահը, իսկ քահանայի անհատապես չեմ այցելել, բայց նաև ճամփորդելիս հաճախ ներկա եմ լինում պատարագների։ Մի խորհուրդ կա, որը հնչել է կենացի տեսքով, բայց դրոշմվել է իմ մտքում։ Մի անգամ մի մարդ ասաց. ծնողներին վերաբերվեք այնպես, որ երբ նրանք չլինեն, ձեր խղճի հետ հաշտ լինեք, ներդաշնակ։ Երջանիկ լինելու համար ինձ ընթրիք է անհրաժեշտ ընտանիքիս հետ։ Երբ նկարահանումներ ունեցանք Եթովպիայում, ես չէի սպասում, որ այդտեղի թողարկումները նման մեծ արձագանք կունենան։ Շատերը հետաքրքրությամբ դիտել են ծրագրերը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Այդ ամենն ինձ շատ է ոգևորել, արդեն ուզում եմ մեկնել ավելի վտանգավոր երկիր, որտեղ նույնիսկ մարդ են ուտում։
Գիտեմ, որ դա ռիսկային քայլ կլինի, բայց ինձ համար միևնույնն է, այս պահին դեռ չեմ ուզում տվյալ երկրի անունը տալ, քանի որ ամեն բան չէ, որ հաստատված է, հուսամ կստացվի նպատակս իրականացնել։ Վտանգավոր դեպքեր շատ են եղել, հատկապես այն ցեղերի մոտ, որոնց կանայք ափսեներ են տեղադրում ներքևի շրթունքին։ Եղել են դեպքեր, երբ վայրի ցեղերը քարեր են գցել մեզ վրա, եւ դա այն դեպքում, երբ մեր կողքին անվտանգության աշխատակիցներ էին, որոնք հետևում էին մեզ։ Նկարահանումները վտանգավոր էին նաև մոծակների առումով, քանի որ այդ տեղանքներում մի շարք հիվանդություններ են տարածված, ուստի մեր նկարահանող խումբը մեկնելուց առաջ պատվաստվել էր։ Գործնական պրոցեսը դժվարացնում էր նաև հյուրանոցների բավական թանկ լինելը։ Բացի այդ, գյուղերում, որտեղ կանգ էինք առնում, հոսանքն օրվա ընթացքում տալիս էին միայն մի քանի ժամով։ Պատկերացրեք, մենք մթության մեջ հյուրանոցում միայն կենդանիների ձայներ էինք լսում, բայց իհարկե ամենավտանգավորն այն էր, որ մենք այդ օրերին ապրեցինք վայրի ցեղերի հետ։ Նկարահանման ժամանակ մենք վտանգների մասին բացարձակ չենք մտածում, մեզ համար ամենակարևորը լավ կադրեր ստանալն է։ Օպերատորը եւս չի վախենում, չէ՞ որ այնինչ նկարահանում ենք հետաքրքիր է, իսկ դա ամենակարևորն է։ Ինձ շատ են խնդրում գնալ Հարավային Կորեա եւ նկարահանել այնտեղի աստղերին, կփորձեմ դա անել, բայց չգիտեմ որքանով կստացվի։ Ամեն դեպքում փորձը ցույց է տվել, որ հիմնականում կարողանում եմ նկարահանել այն, ինչ ցանկանում եմ։ Սկզբում աշխատածս գումարը ներդնում էի տեսահոլովակներ նկարահանելու մեջ, հետո հասկացա, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ավելի շատ ուզում եմ ճանապարհորդել։ Երկուսն անել չէի կարող, նախընտրեցի ճանապարհորդելը, ինձ շատ հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրների նիստուկացը։ Այդ պահին դա հոգեպես ավելի մեծ բավարարվածություն էր տալիս ինձ, քան երգը։ Գործունեությունս որպես այդպիսին չեմ դադարեցրել, աշխատում եմ ակումբներում, շրջագայում եմ նաև համերգային ծրագրերով։ Ուղղակի ինձ մոտ եթերային դադար էր, սակայն շուտով նաև տեսահոլովակ կներկայացնեմ հանդիսատեսիս։ Իհարկե կա ֆինանսական աճ, որը նաև իմ աշխատասիրության արդյունքն է։ Անկեղծ ասած, այնինչ ես եմ հասցնում անել, քչերը կկարողանային։ Կան մարդիկ, ովքեր դիտում են ծրագիրն ու կարծում են, թե ես գնում, հանգստանում, վերադառնում եմ։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Ես շատ եմ հոգնում նկարահանումներից եւ վերադառնում եմ հանգստանալու ցանկությամբ։ Դա աշխատանք է, իսկ ես չեմ կարողանում գրդոն անել։ Ամեն ինչ լավ անելու ցանկությունս ինձանից շատ ուժ է խլում։ Ես հիմա ունեմ շատ հրավերներ, որպես երգիչ, հեռուստանախագիծ, որն ունի հովանավորներ, տուրիստական իմ գործակալությունը, դա ինձ հնարավորություն է տալիս աշխատածս գումարի մի հատվածն էլ տրամադրել երգից, թեև չգիտեմ ծախսը կվերադարձնեմ, թե ոչ։ Ցավոք իմ ընտանիքը, որը պետք է ստեղծեմ, չի լինի այս երկրում։ Ես շատ եմ լինում դրսում եւ հասկանում եմ, որ կան երկրներ, որտեղ կարող եմ ապրել, որքան էլ սիրեմ հայրենիքս։ Հենց դա է խնդիրը, որ մինչեւ այսօր չեմ ամուսնացել։ Մի քանի երկիր կա, հիմա չեմ ուզում նշել, որպեսզի վիզայի խնդիր չունենամ։ Ամեն դեպքում ես իմ ընտանիքը կկազմեմ եւ երեխաներս կմեծանան այլ երկրում։ Ես դրանում վստահ եմ։ Մեր կյանքի ռիթմի անշնորհակալ իրավիճակների մենթալիտետով է պայմանավորված։ Միգուցե ես այստեղ ապրում եմ ավելի լավ, քան մյուսները արտերկրում, սակայն ես իմ կնոջ եւ երեխայի կամ երեխաների հետ կապրեմ դրսում։ Դրա համար է ամեն բան հետաձգվում, որքան էլ սիրեմ հայրենիքս, ուզում եմ երեխաներս դրսում մեծանան։ Մարդկանց մտածելակերպն ու ժամանակներն են փոխվել, այն ժամանակ Հայաստանում մի քիչ այլ մտածելակերպ էր։ Ես ուրախ եմ, որ շատերից մի քայլ առաջ էի։ Եթե ես առաջինն էի, որ կարող էի ինձ թույլ տալ տեսահոլովակում հագնել ճղված ջինս, այն ժամանակ այստեղ չկային նման բաներ։ Ես խնդրում էի ինձ համար արտերկրից բերեն այդպիսի ջինս։ Հիմա աղջիկները մերկ են նկարահանվում, տղաները դիմահարդարմամբ։ Ներքին հաղթահարման փուլ չի եղել, սակայն ինձ համար ցավալի էր, որ մարդիկ ինձ այլ կերպ էին ընկալում։ Հիմա ինձ ընկալում են այնպիսին, ինչպիսին կամ, որովհետև իմ նախագծում շատ անկեղծ եմ, նշել էր Վարդանը։